Եթե ուզում ես մազերդ արագ երկարեն, լսիր ինձ։ Հասկանում եմ, տարօրինակ է կարճ մազերով խոսել երկար մազերից, բայց բաժանորդագրվիր իմ ալիքին եւ կտեսնես, թե ինչքան արագ են երկարում իմ մազերը։ Եվ իհարկե այդ ամենը ճիշտ խնամքի արդյունքում։ Ամենաառաջին ու հիմնական բանը, որ պետք է անեք, դա յուղերով թերապիան է։ Գլխամաշկի համար ռոզմարինի կամ գերչակի յուղ, մազերի երկարության համար կոկոսի կամ զեյթունի յուղ։ Բայց ձեզ խորհուրդ կտամ գնել արդեն բալանսավորված յուղեր եւ գլխամաշկի եւ մազերի երկարության համար։ Յուղերը կսում ենք գլխամաշկին եւ մազերի երկարությանը, գլխամաշկը մերսում 5 րոպե, սանրում մազերը, այնուհետև դնում լոգանքի գլխարկ եւ փաթաթում մազերը սրբիչով։ Ավելի լավ արդյունքի համար կարող եք անգամ ֆենով մի փոքր տաքացնել մազերը։ Մազերի երկարության խնամքը նույնպես շատ կարևոր է, քանի որ գլխամաշկը խնամելով մենք խթանում ենք մազերի աճը, բայց եթե մազերը ճյուղավորվեն եւ փշրվեն երկարությունից, մենք չենք տեսնի մազերի իրական աճ։ Այնպես որ լողանալուց հետո, երբ մազերը դեռ մի փոքր խոնավ են, օգտագործում ենք որևէ թեթև յուղ, օրինակ արգանի յուղ կամ հատուկ յուղ մազերի ծայրերի համար նախատեսված։ Եվ եթե ձեր մազերը ինպես խուճուճ չեն, օգտագործելուց հետո սանրում ենք մազերը։ Սա գովազ չէ, բայց եթե ուզում եք գնել վստահելի յուղեր վստահելի տեղից, ձեզ խորհուրդ եմ տալի նայել Մարիի էջը, ումից ես ձեռք եմ բերել այս յուղերը։ Եթե քեզ հետաքրքիր է այս թեման, բաժանորդագրվիր իմ ալիքին, որպեսզի չկորցնենք իրար եւ հետեւես իմ մազերի արագ աճի ընթացքին։ Դե ես էլ կսովորեցնեմ բոլոր մազերի խնամքի գաղտնիքները, որը կօգնեն ավելի արագ մազերի աճ ապահովել։ Այսօր այսքանը։ Bye bye։